Պարոն Մելքոյան, համեցեք։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, այսօր ցանկանում եմ անդրադառնալ մի հարցի, որը լուրջ հնչեղություն եւ մտահոգություն է առաջացրել, թե մեր հասարակության, թե իրավական շրջանակներում։ Խոսքը վերաբերում է Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձություններին, որի շրջանակում, ինչպես արդեն հայտնի է, 43 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 26-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այո, այս թվերը խոսում են ինքնին, բայց դրանց հետևում մարդիկ են, մեր քաղաքացիները, որոնք այսօր գտնվում են անազատության մեջ։ Եվ ցավալի է, որ մեր երկրում 21-րդ դարում կալանքը շարունակում է օգտագործվել ոչ թե որպես իրավական գործիք, այլ որպես պատժի եւ վախի քաղաքական միջոց։ Բացի այդ, առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ կալանավորված անձանցից միայն 3-ի տեսակցությունն է թույլատրված, մինչդեռ մնացածների նկատմամբ կիրառվել է սահմանափակումներ, առանց որևէ հստակ իրավական բացատրության։ Արդյոք սա է ժողովրդավարությունը, որի մասին մշտապես բարձրաձայնում է գործող իշխանությունը։ Խափանման միջոցը չի կարող լինել քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Հատկապես մտահոգիչ է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, եւ ես պարտավոր եմ բարձրաձայնել։ Քաղաքապետի առողջական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Բացի իրավական գործընթացներից, որոնք ինքնին բազմաթիվ հարցեր են առաջացնում, այսօր մենք ականատես ենք լինում անթույլատրելի մի երևույթի։ Արդեն մի քանի օր է սահմանափակված է բժիշկների տեսակցությունը պարոն Ղուկասյանի հետ։ Անկախ ցանկացած իրավական գործընթացից որևէ անձի առողջությունը չպետք է դրվի վտանգի տակ։ Պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու կյանքի եւ առողջության լիարժեք պաշտպանությունը։ Անթույլատրելի է, որ արտարդարության անվան տակ մարդիկ ենթարկվեն ֆիզիկական կամ բարոյական ճնշումների։ Որևէ իշխանություն չի կարող արտարդարության անունից զբաղվել քաղաքական հաշվեհարդարով։ Հարգելի քաղաքացիներ, Մարտի 30-ին գյումրեցիներն իրենց ընտրությունը կատարել են, եւ ոչ ոք, եւ ոչ մի ուժ իրավունք չունի այդ ընտրությունը կասկածի տակ դնելու կամ վերանայելու սեփական քաղաքական շահերի համար։ Գյումրիում իշխանազավթման ցանկացած փորձ պետք է պատժվի անխտիր եւ օրենքի ողջ խստությամբ։ Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել ուժի քաղաքականությունը, իսկ իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում, ապահովելով իրավական գործընթացների բաց, անաչառ եւ մարդասիրական ընթացքը։ Միաժամանակ պետք է անհապաղ ազատ արձակվեն բոլոր քաղբանդարգյալները, ովքեր այսօր զրկված են ազատությունից քաղաքական նկատառումներով։ Արտադատությունը չի կարող լինել ընտրովի, իսկ օրենքը որպես իշխանությունը պահելու գործիք։ Շնորհակալություն։ Մարինա